Փառքնժդեին և հայոց փառապանծ բանակին։ Դեռևս հազարամյակներ առաջ հայ զինվորի փառքի մասին օտարներն են գրել։ Չնայած ճակատագիրը այնպես է ստացվել, որ քրիստոնեությունից առաջ կամ Մաշտոցից առաջ մեր մասին մենք ինչ գիտենք օտարի պատմություններից և գրվածներից։ Եվ առավել ևս ավելի հաճելի է, երբ որ օտարն է փառաբանում և գովերգում հայ ռազմիկին, հայ ռազմիկի տաղանդի մասին և նրա անկոտրուն ոգու մասին։ Հազարամյակներ հայը միշտ աշխարհին ներկայացել է որպես կայացած ռազմիկ, շինականը, գյուղատնտեսը, առևտրականը, մանկավարժը, հոգևորականը, օրհասական պահին դարձել են նույն վճռական ռազմիկը, նույն առյուծը և բոլորի մասնագիտությունները համատեղվել է, դարձել են պատերազմի արհավիրքի ժամանակ դարձել են զինվոր։ Եվ այդ զինվորի այդ անկոտրուն այդ ոգին հազարամյակներ տեղափոխվել է մինչև 21-րդ դար և այսօր նույնպես հայ զինվորի ներսում այդ ոգին է գործում։ Որքան էլ 44-օրյա պատերազմը թղթի վրա ամրագրված է որպես պարտություն, ես համոզված եմ, ոչ միայն ես, այլ հայ զինվորը, բոլոր զինվորները իրենց պարտված չեն համարում, որովհետև միայն 21-րդ դարում կարող էր թղթի վրա որոշվել, թե այս զորքը պարտվեց, այս բանակը պարտվեց, այս մյուս բանակը հաղթեց։ Ոչինչ, ինչ չէինք տեսել, էդ էլ տեսանք, բայց միևնույն է, հայ ոգին անկոտրուն է։ Մեր թշնամիները մինչև 44-օրյա պատերազմը լուրջ ռազմական տեխնիկա էին ձեռք բերել և քանակով և որակով, տասնյակ անգամ գերազանցող մեր բանակի ունեցվածքին, բայց այդուհանդերձ նրանց չվստահեցին պատերազմի մարտը վարելու այդ հնարավորությունը, որովհետև չէին վստահում։ Ալիևը այդքան զենքերն առել էր, բայց մարտը նորից վարեցին թուրքերը, թուրք ռազմական փորձագետները, անգամ թուրքերն էլ չէին կարող հաջողություն գրանցել, եթե մեր ձեռքերը ռուսները չկապեին, եթե անհարգի նահանջի հրամաններ չտային, որովհետև թուրքը երբ առաջ էր գալիս, նա հազարներով, հարյուրներով կորուստներ ունենում։ Եվ մենք տեսնում ենք կադրեր, որտեղ ուղղակի մեր բանակին նահանջի հրաման տալով հետ են բերել, որ թուրքերը չկոտորվեն։ Սա խոսում է մի բանի մասին, որ կարևորը ռազմական ոգին է, կամքն է կարևորը։ Զենքը դա այն ինչ որ փողով կարող ես ձեռք բերել, եթե այդ խնդիրը փողով լուծվող է, հոգ չէ, փող կճարվի, զենք կճարվի, ոգին է կարևոր։ Հեյդարը որքան էլ, Հեյդարի լակոտը որքան էլ ոգևորվի, փորձի իր բանակին ոգևորել միևնույն է։ Ազերին չունի ռազմիկի հոգի։ Հայ զինվորը գիտեք ինչի է նման։ Մենք անգամ պետականություն չունեցած ժամանակ, երբ որ պետություն չենք ունեցել, մենք ունեցել ենք բանակ։ 7-րդ դար, Թեոդորոս Ռուշտունու ժամանակներ, երբ որ արաբները փորձում էին Հայաստանը նվաճել, կարողանում էր ինքը դիմակայել, անգամ Բյուզանդիան չէր կարողանում արաբներին դիմակայել, բայց Թեոդորոսը դիմակայեց։ Եվ փոխարենը նրա հետ պայմանավորվեցին, որ լավ, Հայաստան դու կկառավարես, Վրաստանն էլ, Աղվանքն էլ հետը, բայց երբ որ մենք գնանք պատերազմի, քո այրուձին միշտ պատրաստ լինի մեզ օգնելու։ Որովհետև հայոց այրուձին այդ ժամանակ աշխարհի համար թիվ 1-ն էր։ Արաբները դա գիտեին։ Այդ ժամանակ Հայաստանը դեռ պետականություն չուներ։ Հետո պետք է գային 9-րդ դարում Բագրատունիները պետություն վերականգնեին։ Մեր տղաները Դավիթ բեկի
հրամանատարությամբ 10 թե 12,000-անոց բանակ է ունեցել ընդամենը Դավիթ բեկը, բայց թուրքական, արաբական եւ պարսկական այդ ահռելի զորքերին կասեցրել է։ Նժդեի մասին էլ չասեմ, Անդրանիկի մասին առավել եւս անգլիացի բարձրաստիճան զինվորականն ասել էր, ես մի քանի հոգանոց են բանակում սստղել կլինեին աշխարհին կտիրանայի Անդրանիկի ջոկատին տեսնելով։ Եվ գանք Արցախյան պատերազմ։ Թե առաջին, թե վերջին։ Իսկ Սարդարապատը դա ուղղակի դա չպետք է տեղի ունենար։ Հասկանում եք, որևիցե այլ ժողովուրդ այդ վիճակում Սարդարապատում հաղթեր։ Հասկանում եք, դա ուրիշ բան է։ Դա լրիվ ուրիշ բան է։ Հեյդարի լակոտ։ Այսպեսի մի օրինակ բերեմ, օրինակ արծվի ձուն դրել են հավի ձվերի հետ եւ հավը թուղս է նստել։ Եվ այդ հավի ճտերի հետ արծվի ձվից էլ է ճուտ դուրս եկել։ Ինքը առաջ 1-2 ամիսը այդ հավի ճտերի հետ, հավի հետ քուջուջ է արել։ Հողը քանդել է, ճիճու է գտել կերել։ Բայց հետո ինքը իրեն գտել է։ Թեկուս հավի թևի տակ մնալով ամիսներ հետո ինքը թևերը բացել ու ճախրել է եւ արքայավայել իր որսն է կատարել։ Հայ մարդը այդպիսին է։ Որքան էլ որ դու փորձես մեր ներքին թշնամու միջոցով մեր բանակի ձեռքերը կաբել տաս եւ քո շներին ուղղակի ծաղրելու իրենց կայանալու ինքնավստահություն ձեռք բերելու հնարավորություն տաս, դա թվացial է։ Դուք ներսում չունեք ոչ արծվի, ոչ առյուծի սիրտ, չկա ձեր ներսում։ Դուք անգամ մեր զինանշանի վրայի առյուծից ու արծվից եք վախենում, որովհետև դա հենց բնութագրում է հայ մարդուն, հայ ռազմիկին։ Հայոց բանակ, ես քեզ ծառա։ Միևնույն է, այսպես չի մնալու, բայց մենք այնպես ենք շուռ տալու, որ այսօր այդ հայոց բանակը սխալ նահանջի հրանգներ չկատար եւ այլոց համար չծառայի։ Երկրորդ համաշխարհային պատերազմը խլեց 300,000 հայորդիների եւ մենք տվեցինք հերոսներ, անօրինակ հերոսներ, համեմատական առումով խորհրդայնությունում առաջինն էինք մենք, մասնակիցների թվականակով եւ համապատասխան հերոսների քանակով։ Ես երբեք չէի ցանկանա, որ մեր հերոսը հերոսանար թշնամու համար, օկուպանտի համար։ Եվ մենք շուռ ենք տալու այս ամեն ինչը։ Պետք է մեր երկրի գլխին առյուծը նստի, ղեկին, որ զինվորն իրեն առյուծը զգա, որ նահանջի հրաման չստանա, որ օտարին տեսնելուց խեղճանալու հրաման։ Հասկանում եք, ներսում առյուծ է, բայց հրաման է կատարում, նահանջել։ Շտկելու ենք, հայոց բանակ, անպայման, և մեր սուրը փառքով պատյան ենք դնելու, ազերին երբեք ու երբեք, մեզ չի հաղթելու, հայոց բանակ հաղթական, մնա միշտ կանգուն։ Նորից շնորհավորում եմ սիրելի հանրություն, երբեք ու երբեք չկոտրվեք։ Ամենակարևորը ռազմիկի ոգին է։ Էլի եմ ասում զենքը։ Եթե մի բան փողով լուծվող խնդիր է, զենք փողով են գնելու։ Այդ երբ ուզենք կարող ենք անել, բայց որ ներսը դատարկ եղավ, ինչ ուզում ես արա։ Մենք հարուստ ենք, մենք հզոր ենք։ Մնացած տեխնիկայի խնդիր է, կլուծենք։ Փառք մեր բանակին, փառք հերոսներին։ Մենք միշտ ապրում ենք նրանց
երկրպագելով, նրանց մեր հոգիներում վառ պահելով, ովքեր հերոսացել են և ֆիզիկապես էլ մեր կողքին չեն։ Շնորհավոր տոնդ բանակ, բոլորիս եմ շնորհավորում։ Մնաք խաղաղությամբ։